Սիրելի հայրենակիցներ, հիշում եմ, երբ մանուկ էի, մի հաղորդում կար կենդանիների աշխարհում, իմ հասակակիցները կհիշեն։ Նայում էինք, շատ հետաքրքիր էր, տրամադրություններ բարձրացնում։ Բայց հետո այդ հաղորդումը չգիտես ինչու փակվեց։ Անձամբ ես շատ տխրեցի, բայց հետո հասկացա, որ Facebook-ը լրացնում է այդ պակասը։ 3 տարից, որ ելույթ ունեցա, եւ մեր հարգարժան համաքաղաքացիներին կոչ արեցի մասնակցել սրբազան շարժմանը, մասնավորապես մայիսի 26-ին կայանալիք հանրահավաքին, բնականաբար թիրախում ունենալով Նիկոլ Փաշինին, անմիջապես զգացվեց կենդանիների ակտիվությունը։ Ուրեմն մի ասիական գոմեշ հիշեցնող կին, որի կրծքավանդակը հավանաբար մի հեկտար է եւ Հիմալայան լեռների նման տենց անկանոն կառուցվածքով, գրել է ինձ անամոթը դու ես, որ ապրում ես, այ գոմեշ, գնա հայլու մեջ նայի, բայց ուշադիրելի վախից հանգրց ուշագնաց չլնես, լեղապատար չլնես։ Մի աղջիկ էլ, երիտասարդ էր, դրա համար անմեղության կանխավարկածից ելնելով ասում եմ աղջիկ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ, գրել է բանը, ինչ անհաճելի ես դու, աղջի ջան, մի հատ հələ քեզ նայի, քիթդ բենզակալոնքի պիստոլետ է, այ եթե հանգարց մի օր ուզենաս մի բարի գործ անես, քիթդ տար պռակատով դուր մոտակա բենզակալոնկա, թող բենզին լցեն։ Մի հատ էլ մուֆլոն հայկական ցեղատեսակի ոչխար հիշեցնող արտաքինով մի գյադա, սեդ, մխտար, էլի նորից վիրավորական արտահայտություններ ա գրել, սա երևի 40-ից հետո սրան ոչ բաղնիք են տարել, ոչ էլ ինքն ա մտել։ Արա այդ տաղա մտ գնա լվացվի, նոր հելի եթեր, նոր հելի նկարվի, դու չես ամաչում, որ ապրում ես, այ կենդանի։ Բայց ամեն դեպքում սրանք զվարճացնում են ինձ, եւ ես իրենց միջոցով կարողանում եմ լրացնել կենդանիների աշխարհ հաղորդման պակասը։ Մեկը մերժվելու է, բայց պետք է ասել։ Հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն է վերաբերում է նույնասեռականների եւ սեռափոխված անձանց կողմից երեխա որդեգրելու արգելքին, բաց թե ինչը ստուգենք։ Եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռականա, թե չէ մի բան կարելի է ստուգել, բայց եթե մարդը նույնասեռական է, Հայաստանի Հանրապետությունում լավ, եկեք իսկապես կատակը մի կողմ, բայց այդ արժեքները պահենք։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, մենք քաղաքակրթության օրանը Հայաստանն է, մենք ամենաավանդապաշտ ազգն ենք, հիմա այդ չենք մոռացել այդ ամեն ինչը։ Մենք չենք ասում իրանց տվեք, սպանեք, չկա տենց խնդիր։ Բայց մենք ասում ենք եկեք նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու ուղղակի արգելք սահմանենք։ Լավ արդեն հասանք նրան, որ այդտեղ էլ պետք է նահանջենք։ Ինչի համար։ Այդ նախագիծը ոչ իմ անձին է սպառնում դրա բացակայությունը, ոչ էլ այդտեղ շատերին, բայց դա մեր ազգային անվտանգության նկատառում ունի։ Դուք պատկերացնում եք, ասենք, ես հիմա ինձ կարող են քննադատել, այսօր երեկոյան կեղծ էջերից ինչ ասես հայոյել, արդեն սովորության համաձայն, բայց դա ինչ չի խանգարում պիտի ասեմ, մենք Հայաստանում ինչ ուզում արինի, մենք կարող ենք ժողովուրդ ջան ստեղ տարբեր հարցերում տարակարծություններ ունենալ, բայց հարցեր կա, որ մենք պիտի միասին լինենք բոլորս։ Ես դեմ եմ անձամբ եւ մեր խմբակցությունը, մեր խմբակցության ղեկավար պարոն Սարոկյանի գլխավորությամբ, որ ավանդական արժե համակարգը գնդակավ։ Ես չեմ ասում հիմա, որ ստեղ դուք դեմ եք, այդպես խնդրում եմ չհասկանաք։ Մենք դեմ ենք դրան, չեմ ասում դուք կողմ եք։ Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա որդեգրել։ Այդ երեխան ի՞նչ է մեծանալու։ Այդ երեխան ինչքան օրով վաղը ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, բայց որ տենց խոսում ենք, որ ասում եք նույնաթո, բա ոնց խոսամ, ծափ տամ այս թեմայով հիմա։ Ով ինձ կհասկանա։ Խնդրում եմ, ես ելի եմ ասում, նախագիծը վերցնի, թող ուրիշը ներկայացնի, բայց եկեք մենք պաշտպանենք մեր ազգային ավանդույթները, մեր արժե համակարգը։ Լավ ամուսնությանը դեմ եղաք, գոնես որդեգրմանը կողմ եղեք։ Այդ ով դեմ է քվեարկելու, չեմ ուզում վիրավորել։ Խնդրում եմ, որևէ մեկի ես ոչ վիրավորելու իրավունք ունեմ, ոչ ցանկություն։ Որ պետք է լի բան ասել, տեղ կա, դրա համար ժամանակ կա, հանգամանքներ կան։ Բայց ասենք
հիմա ով կողմա դեմա քվեարկելու այդ մարդը կուզենար իր ընտանիքում այդպիսի երևույթ տեսնել ինչ ես չէ ինչ է Պարոն Պետրոսյան, ինչ եք խոսում, դուք կուզենաք ձեր ընտանում, այդ ինչ անձնավորված բաներ է, մի հատ քֆուր դրեք քվեարկելու վրա։ Ո՞ր անում, տվեք որ անձնավորված է։ Հենց ասելու բանը հարց եմ տալի։ Սրա ձեր ձևը արդեն չափու սահման չունի։ Հիմա մեկը ելնի ասի, այս օրենքին ով որ դեմ քվեարկի իր ընտանիքում սենսն է։ Մի հատ պարոն Սողոմոնյան, այդ հոդված ինձ գտեք էլի, որտեղ կարգավորվում է ձայնից զրկելու այդ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, առիթ ունեցել ենք մեր դիրքորոշումը արտահայտել, առայն որ մենք միշտ էլ դեմ ենք հանցավորությանը, դեմ ենք ցանկացած հանցավոր գործունեության, բնականաբար նաև այդ գործունեության արդյունքներին, բայց մենք նաև մի սկզբունք ենք միշտ պահում, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար առանց արարք կատարելու մարդուն դատելը դա չի բխում մարդասիրության սկզբունքից։ Եվ այսօր ես իհարկե մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների եւ այդ գողական աշխարհ, դուք պարոն նախարար այդ ինչ է նշանակում գողական աշխարհ, դա ինչ հասկացություն, ով կարա դրա սահման ընդգծի։ Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ։ Մենակ մի հուշում կամ խորհուրդ ասեմ, այդ գողական բառի հետ էլի 3 տարով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես հույս ունեմ, որ Բարգավաճ Հայաստանի անունից ինչ որ մեկը այստեղ պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ այս խայտառակ պահվածքի համար եւ ազգային ժողովի նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Լռեք, երբ որ ես խոսում եմ։ Դահլիճում լռություն մի Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի եւ հանցավորության դեմ։ Մենք նախ պիտի կարողանանք վերազինել եւ անհրաժեշտ գործիքները տալ իրավապահ համակարգին, որպեսզի կարողանանք արմատախիլ անել այսպիսի ուրեմն կեցվածքն ու անպատասխանատու դիրքորոշումը մեզանում։ Եվ ուստի կարծում եմ, որ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի վեթինգը, որը այդպես էլ կարծես թե տեղ չի հասնում դատական համակարգ, իրավապահ համակարգում անհրաժեշտ վերափոխումները արագորեն տեղ ունենան, որպեսզի քրեական դատարանի նախագահ, ով հանցագործների հետ ժամանակ է անցկացնում չունենանք եւ այդպիսի դատական համակարգով չենք կարող պայքարել հանցավորության դեմ։ Հասկանում ենք, չէ՞։ Ուրեմն սա համալիր հարց է եւ չենք կարող միայն այս օրենքի ընդունմամբ հարցը հիմնավորապես լուծել։ Եվ եթե վրացիներին եք դիմում, այնտեղ արմատական այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով անհրաժեշտ այդ ցանկալի ելքը գտնվել է։ Մեզանում մենք ըստ էության դիմադրություն ունենք, որի մասին արձանագրում է եղել նաև պետության ղեկավարի կողմից, եւ այդ դիմադրությունը վստահաբար նաև դատական իշխանության կողմից է, եւ այդ դիմադրությունը լինելու է նաև այս դեպքում, որովհետև մենք հասկանում ենք, որ նախկինների սոցիալական բազան հենց քրեականներն են, եւ հիմա նրանք վերադառնում են, որտեղ տեսնում են նաև իշխանության կողմից շատ այսպես վախվորած դիրքորոշում եւ նրանց պահվածքն էլ շատ համարժեք է։ Ուստի կարծում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ հույս ունեմ, որ այստեղ մենք բոլորս միակամ կլինենք։
Տաթևիկ Գասպարյան։ Հանգիստ, դալիճում լրություն։ Լրություն դալիճում։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Պատգամավորները այստեղ խոսում են մի ձևով, հերթագրվում են ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար։ Ով որ այս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա Հայաթուն Բիսեդկեն լրվի։